Մի հավատացեք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, կիբերոստիկանությունն ու տեղեկատվական անվտանգության փորձագետները արդեն մի քանի օր է ահազանգում են։ Զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Կեղծ ԱԱԾ, կեղծ հաղորդակցություն, լավ պատրաստված սցենար եւ իրական վնասներ։ Հիմնական հարթակները WhatsApp-ն ու Viber-ն են։ Սկսեց այս ամեն ինչը լրագրողներ խմբագրեր ու բնապահպաններ եւ իրավապաշտպաններ, այսինքն երեք ոնց որ խմբի հետ էին աշխատում։ Խարդախները մարդու մասին մանրամասն տեղեկություններ ունեն, Մարտիրոսյանին արդեն մի քանի տասնյակը դիմել է, բայց շրջանակն ավելի լայն է։ Թվաց թե մարել է, բայց հիմա երաժշտական ոլորտն է, բժիշկները, պետական աշխատողները, այնպես որ խումբ գնում են առաջ։ Կորցրած գումարները սկսվում են մի քանի հազար դոլարից։ Ես գիտեմ երկու դեպք, երբ որ գումարը ուղարկել են մարդիկ, եւս 3 դեպք լսել եմ, որ կա, բայց այդպես կոնկրետ չգիտեմ, կան իրականա թե չէ։ Եվ գումարը տասնյակ եւ նաեւ 100,000 դոլարը գերազանցող գումարների մաս։ Մի դեպքը ես գիտեմ, որ դեպի Վրաստան MoneyGram-ով ուղարկել են, բայց այդ շղթան հաստատ ինչ որ կոտրած, գողացած հաշիվներ են եւ այլն, հենց որ իրականում թե ուր է գնում գումարը դժվար է ասել։ Մի բան կարող եմ ասել, որ ինչ որ հետքեր խոսում են նրա մասին, որ ռուսախոս են հանցագործները։ Սա այն դեպքերից է, որ խաբվելը բավական հավանական է, կարողանում են վստահություն շահել, հոգեբանական հնարքների են դիմում, մեխանիզմն է ներկայացնում Սամվել Մարտիրոսյանը։ Ընտրում են մարդկանց, որոնք այդտեղ ձայն ունեն, հարգված են, հայտնի են, իրանց տեսքով անունով կեղծ հաշիվ են բացում WhatsApp Viber-ով, ընդ որում կոտրած հայկական համարով, որ վստահելի լինի։ Կապվում են մարդու հետ, սկզբից տենց շատ ընդհանուր խոսակցություն են տանում, ընդ որում հիմնվելով այդ մարդու սոցցանցերում գրառումներից։ Մի քանի օր տարբեր մտերմիկ հարցերով վստահությունն ամրապնդում են, մինչև անցնեն բուն գործին։ Կեղծ հաշիվը, ասում եմ, որ գիտես, ԱԱԾ-ն քեզնով հետաքրքրված, ծանոթ ունեմ, ինքը ինձ ասել է, որտեղ այնտեղ լուրջ գործ կա, բայց ես ասել եմ արխայիների, քո մասին պատմել եմ, իրանք քեզ վստահում են, բայց համագործակցի։ Համագործակցության համար արդեն կեղծ ԱԱԾ աշխատակիցն է զանգում։ Աշխատակիցը ռուսերենով է խոսում, ասում եմ, որ Ադրբեջանից ձեզ գումար են ուղարկել, ինչ որ հանցագործներ։ Սա համատեղ հայ-ադրբեջանական է, դրա համար ռուսերեն եմ խոսում, որ արձանագրվի բոլորի համար։ Ու ասում եմ, մենք մի վախեցեք, մենք ձեզ կօգնենք, բայց պետք է շատ շտապ ձեր գումարները հանեք բանկից ու ուղարկեք ապահով ԱԱԾ-ի ինչ որ մի հաշվի, որ հետո մենք հարցերը լուծենք։ Ու հենց այդ հաշվին հասնի ձեր գումարը, այն այլևս ձերը չի լինի։ Արդյոք միայն Հայաստանն է թիրախում, փորձագետը վստահ չէ, այլ երկրներից ահազանգեր իրեն չեն հասել։ Հայաստանում էլ այսպիսի մեխանիզմի կիրառումը նորություն է, պաշտպանվելու լավագույն տարբերակն է հնարավորինս շատ մարդիմանա, տարածվի։ Սովորաբար հանցագործները այտենց երկար թիրախների վրա չեն աշխատում, դա է զարմանալին, որ լուրջ ուսումնասիրում են, մարդուն հենց կապերն են ման գալիս եւ այլն։ Ակնհայտ է, որ sense կոնկրետ Հայաստանն է թիրախավորված, բայց ենթադրում եմ, որ կարող է ուրիշ տեղ լինի։ Նաև ԲՏԱ նախարարն էր իր սոցիալական հարթակներում ահազանգում, զգուշացեք, մի տրվեք սադրանքների։ Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունն էլ տեղեկացնում է, կան քաղաքացիներ, որոնք 5000 դրամի դիմաց վաճառում են իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած WhatsApp կամ Viber հավելվածները, հորդորում են ձեր հեռախոսահամարներով ուրիշների համար որևէ հավելվածի էջ մի բացեք։ Դա դիտվում է օժանդակություն հանցագործությանը, պայքարը լինելու է իրավական։ Իրնամ Կրչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։